Նախագահ, դուք հարցազրույցներից մեկում կարծեմ 4 տարի առաջ, սա այս թեմայի շարունակությունն է, նշում եք, որ հիմնական վտանգը տեսնում եք Թուրքիայից Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը։ Հիմա այս 4 տարվա ընթացքում այդ սպառնալիքները արդյոք ավելացել են, ինչ-որ փոփոխություն կրել են, ինչ նոր իրողություն կա այս ամենի վերաբերյալ եւ արդյոք որևէ դեմն առնելու, հաղթահարելու բան տեսնում եք դուք հնարավորություն։ Նայեք, հիմա աշխարհը միաբևեռից գնում է դեպի բազմաբևեռ։ Եվ այս անցումային շրջանը որոշակի անկայուն դրսևորումներ է ունենալու եւ այդ տեսանկյունից ավելի վտանգավոր պահ է նաեւ Հայաստանի համար, քանի որ սպառնալիքները կան եւ չզոքացված չէ մեր քաղաքականությունը։ Նայեք, ինչ անում Թուրքիան։ Ակնհայտ երևում է, որ Թուրքիայում Օսմանյան երազանքը նոր ինչ-որ զարգոնք է ստանում։ Թուրքիան փորձում է իր առաջնորդությամբ միավորել թուրքախոս երկրները։ Նույնիսկ հիմա խոսում են ընդհանուր ռազմական ուժերի մասին։ Սա սպառնալիք է թե ոչ։ Իհարկե սպառնալիք է։ Հիմա այս կոնտեքստի մեջ մենք ավելի պետք է լրջանանք, թե չպետք է վերջապես լրջանանք։ Թուրքիայի սպառնալիքը մեր վրա մնում է, իրենց նպատակը ակնհայտ է։ Մենք ինչ-որ մի խորտ մարմին ենք, մի մեծ քաղաքական պատկերի մեջ, որը Թուրքիան այսօր ակնհայտ հետապնդում է։ Եվ դա իրենց ազգային շահն է։ Ու չեն կարող մեղադրել թուրքերին, ասել թե ինչու եք սա անում։ Բայց մի հատ հասկանանք, Թուրքիայի այս տարածաշրջանում ով կարա զսպել։ Ինձ անուն տվեք մի երկրի, որը ի վիճակի է այս տարածաշրջանում զսպել Թուրքիայի։ Էստոնիան։ Հաստատ Էստոնիան չի։ Ուրեմն կա Ռուսաստանը, որը այս 3 պետություններից Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան ամենից հզորն է իր պոտենցիալով։ Եվ առնվազն վերջի մի քանի 100 տարվա ընթացքում այդպես է եղել։ Եվ աշխարհակաղակական իրավիճակը իդեպ շատ չի փոխվում, քանի որ աշխարհագրությունը չի փոխվում։ Հիմա մենք մնում ենք մեր տեղը, Թուրքիան իր տեղը, Թուրքիայի ամբիցիաները աճում են եւ այդ ամբիցիաների աճը որոշակի սպառնալիք է մեզ համար։ Ու խոսքը չի գնում նրա մասին, որ մենք արհեստական ձևով սկսենք սրել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իհարկե ոչ։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, դուք գտեք մեկ անզգույշ հայտարարություն Թուրքիայի վերաբերյալ։ Ես ձեզ կարող եմ ասել 18-ից մինչև 20 թվականը Հայաստանի առաջին դեմքը ինչ կարգի հայտարարություններ էր անում Թուրքիայի դեմ։ Մի հատ հիշեք։ Իմ 10 տարվա ընթացքում դուք ասեք մեկ անզգույշ հայտարարություն Թուրքիայի դեմ։ Հիմա սա պատասխանատվության հարց է։ Դու այս գործը հասկանում ես։ Սա մեկ եւ երկրորդը դու բավարար պատասխանատվություն ունես, թե չունես քո արածի համար պատասխան տա։ Ուրեմն մենք չպետք է սրենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պետք է փորձենք այո լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, որպես լավ հարևան, բայց մենք չպետք է շանտաժի ենթարկվենք։ Եվ այդ շանտաժի ենթարկվելու միակ գործիքը ունենալ այնպիսի գործընկեր, որը զսպելու է Թուրքիայի ախորժակը Հայաստանի նկատմամբ։ Պարզ չէ դա։ Եթե կա ուրիշ երկիր, ասեք։ Էլի դեմ չէ։ Մանգանք այդ երկիրը։ Հիմա Միացյալ Նահանգները ակնհայտ է, որ հիմա ասած մի քիչ ուրիշ դիրքավորում է փորձում ունենալ միջազգային հարաբերությունները։ Հեգեմոնից փորձում է շարժվել դեպի այլ կարգավիճակ։ Եվ իդեպ այս 2 օրվա Տրամպի ելույթը Էլ-Ռիադում շատ հետաքրքիր էր։ Ինձ մի քիչ նմանացրեց Բարակ Օբամայի ելույթը Կայրոում, ինձ առաջի տարին իր նախագահությամբ, բայց հետո Միացյալ Նահանգները արեցին ճիշտ հակառակը։ Հիմա Միացյալ Նահանգները ասում են մենք հեգեմոն չենք։ Ունեն այսօր մրցակից Չինաստանը եւ փորձում են կենտրոնանալ այդ տարածաշրջան։ Հաստատ հարավային Կովկասով Միացյալ Նահանգները ակտիվ չեն զբաղվում։ Հաստատ չեն զբաղվում, դա սա ակնհայտ։
Հիմա մենք մեր անվտանգությունը համապարփակ ապահովելու համար մենք պետք է մտածենք, թե չպետք է մտածենք։ Եվ սա այն դեպքը չի, որ դու ասենց լիքը հնարավորություններ ունես այդ հարցը լուծելու։ Որտի հարաբերությունները պետք է վերականգնել գործընկերային, ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ իհարկե ես մեկ անգամ դա հայտարարել եմ, ներառել նաեւ Իրանի գործը։